թռնելով անցան տարիները։ Մեզ մոտ են գալու հայտնիները։ Պատրաստելու են մեր խոհարարները, իսկ մենք սկսում ենք Եփող թափողները։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչով է մայրիկը պատրաստել կարկանդակները, որ կարմիր գլխակը հասկանում էր գայլին։ Եթերում Եփող թափողներն են Շանթի Հոբելյանական եթերաշրջանում։ Եփող թափողները։ Այսօրվա Եփող թափողների գլխավոր հերոսները արդեն այստեղ են։ Մելիք Սիմոնյան, Live Chef-ի brand շեֆը եւ իմ գոլեգա, հաղորդավար, դերասան, սեղանապետ, լուսանկարիչ, բոյով բուսատով, էլ ինչ կարող եմ ասել արտի մասին, ձայնային օպերատոր, ինչ որտեղ, չէ, DJ-ին ձգտող փոքրիկ DJ, Արդ Գեղամյան, բուրըն ծափահարություններ, Արձան, այսօր քո համար պատրաստելու է Մելիքը, ինչ եք պատրաստելու Մելիք, մեր արտի համար։ Կպատրաստենք խոզի փափկամիս, պանասիական ձևով, տերյակի սոուսով, Պանասիրական ձևով։ Պանասիական։ Եղել ես ասիական երկրներից որևէցը։ Այո։ Ճապոնիա, Չինաստան, Մալայզիա։ Տենց հեռու չեմ։ Տենց հեռու չեմ։ Քիչ ավելի մոտ։ Եվ որպես խաբարդ կմատուցենք հայկական բանջարեղենով պատրաստված բլղուր։ Հայկական բանջարեղենով պատրաստված բլղուր, իսկ խոզուկի միսը կլինի պանասիական ձևով կամ կերպով։ Ներբեռնեք Live Chef եւ այս ամենը ինչ որ դուք տեսնում եք այստեղ, կարող եք պատվիրել ձեր տան համար եւ խոհանոցից, այսինքն դուք ձեր հեռախոսում դիտեք թե ինչպես են շեֆ խոհարարները պատրաստում ձեր համար ուտեստ։ Ճիշտ եմ ասում ամեն ինչ։ Так, Արդ, պատրաստ ես։ Միշտ պատրաստ, խոհանոցում միշտ պատրաստ։ Մնացեք մեզ հետ, մի քանի վայրկյանց կիմանանք թե ինչից են պատրաստելու այսօրվա ուտեստը մեր շեֆը։ Եփող թափողները։ Արտը արդեն հագել է գոքնոցը, Մելիքը պատրաստ է, ուշադրություն դարձրու Մելիքի դանակին, արեստավարժ, գիտես որ անունազգորնու վրան գրված է։ Լուրջ։ Այո։ Այսինքն մի հատ ցույց տվեք արտին։ Ես գիտեմ որ արտը սիրում է խոհանոցը։ Օ, ինչ լավ։ Անձնական օգտագործման դանակ։ Խոզի փափկամիս ունենք, մառանիկի բլղուրը, ուրեմն նարինջ, գազար, պղպեղ, կոճա պղպեղ, սխտոր, սոուս, սա ինչ է, տերյակի։ Սոյայի սոուսը պատրաստել ենք տերյակի։ Սոյայի սոուսը, ձեթ եւ լուրպակ մեսիլի դանիական կարակը։ Էլ ինչա պետք է երջանիկ լինելու համար։ Մեկ է Live Chef-ի brand շեֆը, որ այստեղ է ու վերջ։ Դե կարող ենք սկսել պատրաստել։ Արդ, նախ ուզում եմ հասկանամ այն թվարկած ամեն ինչից, որն է քեզ համար ամենահոգեհարազատը եւ օրինակ որ օրից մի օր 90 տարի հետո ընկնես դրախտ։ Դրախտի դարպասների մոտ կարևոր մարդ կանգնած այնտեղ։ Նու մարդ չէ։ Այո, թևիկներով մարդ։ Քեզ հարցնի, ինչ ես արել կյանքում որդյակ։ Մի բան պետք է ասես։ Ինչ կասես։ Մի բան կատուներին կերակրել եմ օրինակ։ Կատուներին կերակրել։ Զարայի աչքը մտար երկու ոտքով։ Հա։ Զարայի Սյուզանա Մելքոնյանի Էլով կար։ Կատվասեր։ Так, ինչեր են սրանք, Մելիք ջան, խնդրում ներկայացնեք։ Մեղր, տոմյան պաստա եւ լոլիկի ճիր։ Լոլիկի ճիրը արդեն նախապես համեմել ենք ձեթով, սխտոր, ռոզմարինով, դափնու տերևով եւ հատիկ պղպեղներով։ Շատ բարի։ Մեզ եռացրած ջուր է պետք, բայց մեղրը պանասիական չի։ Մեղրը միշտ լինում է մի տեղից։ Հələ ասա։ Գորիսից։ Գորիսից։ Ես էլ եմ համարում, որ Գորիսի մեղրին հասնող չկա, Բաշկորտաստանի բնակիչները համարում են, որ նրանց մեղրն ամենալավը, այո, նո ինձ թվում է, որ յուրաքանչյուր երկրում կա, այսպես մեղրաբույր վայր։ Հա, մեղրը թող շատ լինի, եթե մեղրը կա, կյանքը շարունակվում է։ Այո, եւ չմոռանանք, որ անգամ կյանքից հեռանալուց հետո է մեղրը օգնում։ Ալեքսանդր Մակեդոնացուն այնտեղից որտեղ որ նա մահացավ հասցրեցին Եգիպտոս մեղրի մեջ եւ նա որ չփոխվեց, հա? Ուզում եմ ասել չփչացավ, բայց չփոխվեց։ Նա չփոխվեց։ Այո, մենք էլ ենք միսը նենց անել որ չփչան, հա մեղրը դրա համար է։ Հիմա Մելիքը ամեն ինչ կպատմի։ Մեղրը սոուսի համար է, միսը տապակելուց հետո սոյայի սոուսի մեջ շոկի խաշելու ենք, իմբիրով, սխտորով եւ վերջում մեղրով ձգելու ենք սոյայի սոուսը, իհարկե նարինջել ենք ավելացնելու։
այդպես կստացվի տերյակի սոուս։ Այսինքն իմացել եք, որ ես բաներ սիրում եմ, դրա համար եք ես բաներ։ Չէ, մելիքը որ մարդուն ասում ենք ով է գալու, ինքը գուշակում է։ Ինքը գուշակում մի անգամ հասկանում որ դու սիրում ես այդպիսի տերյակի բաներ։ Տարբեր տեսակի տերյակի բաներ սիրում։ Տերյան է սիրում իջե, տերյակի եմ սիրում։ Այո, տենաս Վահան Տերյանը տենաս։ Տերյակի սիրում։ Տերյակի կերած կար։ Հաստատ կերած կլինի, հերկի։ Միտեղ կերած կլինի։ Մարդը որ Թումանյանին բացահայտելա ջավախ, հաստատ տերյակի սիրած կլինի եւ կերած կլինի։ Ես միջև կգայի կհասնեի նկարահանման նենց սոված էի, չստացի որ ախորժակ էի պահել, բայց նենց սոված էի, ինձ ինչ էլ պատրաստեին, ես նենց գոհ շնորհակալ կլինեի, բայց լավ կլիներ մի մսային բան սարքեն, որ ես ուտեի։ Так, մելիքը պատրաստվում է, Live Chef-ից լավ նորություններ կա, միջալից ասեմ, քանի որ Live Chef-ի բաժանորդագրերը արդեն շուտվանից 5000 անցել են, այդ կապակցությամբ յուրաքանչյուր այդ 5000 եւ ավելի մարդ ստացել է հաճախորդները Live Chef-ի ստացել են 5000 բոնուս, այսինքն 5000 դրամ։ Եվ այդ 5000 դրամի կարող են պատվեր կատարել Live Chef-ում։ Բացի դրանից, յուրաքանչյուրը ունի իր անձնական էջում պրոմո կոդ, որը որ կարող է ուղարկել ինչ որ մարդու, որը դեռ չի բաժանորդագրել Live Chef-ին, եւ այդ մարդն է նորից ստանա 5000-ի բոնուս։ Ես կարծում եմ 5000 դրամով 1.5 մարդ հաստատ կկշտանա։ Նայ, ուրեմն երկու մարդ հաստատ կարող է ուտել։ Այնքան որ ասի լավ էլի։ Դե եթե սովածա շատ Հա, տենց իմ ու քո նման 1.5, սովորական երկու մարդ հանգիստ։ Ներբեռնեք Live Chef եւ այնտեղ լիքը լավ բաներ կա, լիքը լավ բոնուսներ, լիքը լավ սուրպրիզներ։ Այս մասը նենց հավես է, գիտես ինչ, որովհետեւ շատ ժամանակ տեսնում ենք, որ սխտորը գիտես ոնց են մաքրում։ Սենց դրեցին։ Դա տարբեր մոտեցումներ է, հա։ Այո։ Բանասիականը տենց չի։ Եթե ուզում ես որ բուրմունքը մնա, չմնա, տենց վերջը, իսկ այդ մեջինը հանում եք։ Այո։ Ինչու ծլացները հանում։ Դե սովորաբար սա ավելի շուտ է վառվում, հա, դառնությունը ուտեստի սրանից է։ Դառնությունը դրա։ Այ տեսեք որ ամինչը ունի իր որամանկությունը։ Որտեղից է գալիս դառը կուտ արտահայտությունը։ Այո, այդից, այդ սխտորի դառը գորիզ, դառը կուտ սխտորի մեջից։ Դες ինչպես է մելիքը կտրատում։ Այ շուտես չխմես նայես ինչպես է։ Արդ, հիմա դու ավելի շատ ինչ հաղորդավար, դերասան Գիտես ժամանակահատվածներով կար։ Սկզբում դերասան էի, մի անգամ Elton John-ը ասեց, ես սկզբում լավ դաշնակահար էի։ Թե вообще։ Չէ, ես էլ լսեցի։ Նա ասաց Elton-ը։ Չէ, Sir Elton-ը։ Elton John-ը մի անգամ մի առիթով ասաց, որ ես սկզբում լավ դաշնակահար էի, հետո դարձա լավ վոկալիստ։ Ես սկզբից երևի թե մի քիչ դերասան էի, բայց դրանից առաջ մի քիչ գրող էի, հետո դրանից այս կողմ հաղորդավար էի, թե վաղը տեղերով կփոխվեմ մելիքի հետ չեմ կարող ասել, էլի, ինչ կլինի, այո։ Կյանքի քամիները ոնց փչում են, տենց գնում է։ Սխտորները երկար կտրատվեց, հիմա կոճապղպեղը կամ իմբիր կոչված։ Ինչ Հայաստանում աճում է, թե սա Այո, աճում է, աճացնում է։ Հիշում ես COVID-ի ժամանակ ինչ թանկ էր։ Այո, բավականին թանկ էր, որտեղ ինչ որ մեկը որոշել է, որ սա օգնում է։ Թե օգնում է իմունիտետի լավ, չէ, ինձ թվում է, չէ, իմունիտետ է, չէ, առը։ Այո։ 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 Այսքանը կոճապղպեղի մասին։ Դու ինձ լուսանկարիչ ներկայացրեցի։ Այո, դե որտեվ մեր ռադիոյի լավ լուսանկարներ ես անում, սև ու սպիտակ եւ դու այն old school-ից ես էլի, որ ժապավենով ես նկարով, այո։ Դա ինչ է, դա հոբի է բազմապես։ Չգիտեմ, դա հոբի է եւ շնորհակալություն հորս, որ երբ որ ես 14 տարեկան էի, նա ինձ ֆոտոխցիկ նվիրեց։ Դե մեր ժամանակվա ֆոտոխցիկները մի ձև էին։ Այո։ Պլոնկան գտնել մեջ, դա էլ է վերջ։ Հետո իսկ տանը ուներ այն ամենը, որ նկարները պետք է տպեի, եւ դա փոքրիկ ֆոտո լաբորատորիա։ Այո, նա ամբողջությամբ անում էր, նույնիսկ այսպեսի հագուստ էր հագնում։ Այս նույն հագուստով նա կարող էր եւ լիներ խոհանոցում, բայց ես երբ որ փոքր էի, ամենը փչացրեցի, ճիշտ ասած։ Եվ այն ժամանակ այդպիսի բոլոր տներում կար մի հանձնավորություն, մեր տունը օրինակ իմ հորեղբայրն էր, որը որ մտնում էր զուգարան եւ այնտեղից անդադար գոռում էր. «Լուսը չվառեք» ու միշտ ինչ որ մեկը գալիս էր լուսը վառում էր ու նկարները։ Այո։ Քիմիան վերջանում էր այդտեղ։ Այո։ Իսկ որ այտենց քառակուսի կտրատեինք չէ լինի, թե սա Հիմա սա այդպես ենք անում։ Տես։ Ամեն ինչ չի որ երկար լավ է, Արտուր ջան։ Տես։ Մելիք Սիմոնյան։ Բլղուրը թրջել։ Так, բլղուրը կարող ենք թրջել սրա։ Ես ունեմ տարա արդեն։ Հա, բերել եք։ Այո։ Ապսե բերել եք։ Так, մեր սիրելի Մարանիկի բլղուրն է, Մարանիկը ոչ միայն բլղուր է, այլ նաև ուրեմն ձավարեղենի եւ
համեմունքների լայն տեսականի, միշտ համով, միշտ պատրաստ օգտագործման համար, մաքուր եւ շատ կարևոր թե ավանդական, ուրեմն տես բլղուրը ավանդական, թե հազվագյուտ, այո, թե հազվագյուտ, ճիրը մեքսիկական լոբի, օրինակ, որը որ աչում է միայն Մեքսիկայում եւ Մարանիկը բերում եւ հասցնում է մեզ։ Եվ բացի դրանից նորույթ ինչքան լցնեմ։ Ինչով ծածկ։ Վերջ բավական, Նորույթ, տես համեմունքները, որոնք որ ապակյա տառաներում են, աղածով, տես աղը աղածով, 4 պղպեղը աղածով, սև պղպեղը աղածով, ինչքան որ քեզ պետք է դու աղում ես եւ օգտագործում ես։ Եվ առանց աղածի արդեն աղացած տարբերակով սև պղպեղ, կարմիր քաղցր եւ կարմիր կծու պղպեղներ։ Ապակյա տառաներում նրանք պահպանում են թե իրենց էսթետիկ տեսքը, թե տեսնում ես ինչքան մնաց։ Եվ տեսնում ես ինչքան մնաց, իսկապես կարող ես ավելացնել։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Այո։ Մարանիկը առաջարկում է ձավարեղենի եւ համեմունքների լայն տեսականի, այդ թվում նաեւ իմ սիրելի զիպ հնգյակը։ Սոդա, աղ, կակաո, շաքարի փոշի եւ օսլա։ Դրանց ավելացել են համեմունքները հարմարավետ ապակյա տարաների մեջ։ Աղ, սև աղացած պղպեղ, կարմիր աղացած պղպեղ, քաղցր եւ կծու եւ իհարկե խոշոր սև պղպեղ։ Ապակյա տարաների շնորհիվ համեմունքները պահպանում են իրենց համը եւ որակը։ Եվ իհարկե օգտագործել է լինում է էլ ավելի հեշտ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Տանը ինչ ես սիրում պատրաստել։ Եվ ինչ են սիրում տանեցիները, որ դու պատրաստում ես։ Ճիշտ ասած, ես ինչ պատրաստում տանեցիները սիրում են, մեծ չի հնչում, չէ՞, որ տենց արտահայտություն եմ անում։ Քո դեպքում ոչ, որտեվ դու վերևից ներքև ես ասում, ես ներքևից եմ դա լսում։ Ասա, հիմա իսկ ինչ ես պատրաստում, լավ։ Ժամանակը գիտի, ամեն ինչ կարողանում եմ պատրաստել, գոր։ Ինչ մտքովդ անցնում է, բացի իհարկե ճիշտ ռեստորանային, օրինակ ինչ որ լայվ շեֆում կսարքեն, ես չեմ կարող սարքել։ Հասկացա, բայց երբ սառնանը բացում ես, երբ տեսնում ես որ սառնանում ոչինչ չկա, եւ ինչ որ կա սառնանում վերցնում ես, օրինակ վերցնում ես ձու, վերցնում ես բաստուրմա, ոչինչ չկա սառնանում։ Հա, դե բարձա դե։ Սկսում ես սարքել։ Չգիտեմ ինչի շատ են հավանում ին պոմիդորով ձվածեղը։ Օ, լոլիկով ձվածեղ է սարքում։ Երևի թե բոլորը գինովցած են դրա համար են հավանում ին պոմիդորով։ Եթե լուրպակ կարակով ես պատրաստում, իսկական անմահական է։ Օ, իմիջիայլոց լուրպակ կարակի տնես լավ պատմություններ կան։ Նախ ես երկրորդ մասնագիտությամբ արվեստի կառավարումն եմ ավարտել, որտեղ որ մենք կառավարում են։ Հա, այսինքն պրոդյուսինգ։ Այո, հայերում դա է։ Կախեց դա։ Որտեղ գովազդներ էինք անցնում, սովորում նայում, եւ ես իմ այսպես հերթական քննությունը ստացա լուրպակ կարակի գովազդով։ Օ, ամենակրեատիվ գովազդի ներկայացումն եմ։ Պատմիր այդ գովազդը։ Չէ, լուրպակ կարակի ներկայացրեցի, ասացի, տեսեք, ես խորհուրդ կտամ, տեսեք, թե ինչպես է ձվածեղի արարողությունը լուրպակը դարձնում կինո։ Շատ հետաքրքիր նկարած, շատ ճիշտ։ Դա դու ես նկարել թե դա։ Չէ, լուրպակը վաղուց նկարել էր։ Լուրպակը ուներ։ Ինձ թվաց դու ես օրինակ։ Չէ, լուրպակը օգնեց, որպեսզի ես կարողանամ իմ գերազանց ստանամ ամենակրեատիվ նկարահանում։ Շնորհակալություն 125-ամյա դանիական կարակին, որի շնորհիվ արտը ստացավ գերազանց, ուրեմն որևէ գնահատակ։ Եվ վերջում այսպես ասում է, bon appétit։ Դանիական լուրպակ կարակը ունի մոտ 125 տարվա պատմություն, եւ այդ 125 տարվա ընթացքում ֆերմերները օգտագործում են նույն հումքը, կովերը ուտում են նույն կերը, իսկ կարակը ստացվում է նույն պայմաններում։ Լուրպակ բարձրորակ կարակը պատրաստված է 100%-անոց թարմ կաթից։ Կարող եք ձեռք բերել բոլոր սուպերմարկետներից։ Պաշտոնական ներկրողն է Անդակո ընկերությունը, լավագույն ուտեստը արժանի է լուրպակի։ Դու սեր ունես դեպի Իտալիա։ Շատ, Իտալիայի, չգիտեմ, արվեստ, Իտալիայի խոհանոց, Իտալիա առհասարակ, որտեղից է դա գալիս։ Երևի թե գալիս է մանկությունից, երևի թե ըստ ամենայնի իմ սերնդի բոլոր ներկայացուցիչները Սանրեմոները լավ կհիշեն։ Այսինքն սկսես երաժշտությունից։ Հա, երաժշտությունից, երբ ծանոթացրին ինձ Չելենտանոյի հետ, ոչ այսպես, չէ։ Բարոյ Չելենտանո, Ադրիանո Արտ։ Չէ, մեր ժամանակով այդ վինիլ կոչվածները կամ բաբինները հիմնականում պլեյլիստը գնում էր։ Դու գնացիր Իտալիա հասար երաժշտությամբ։ Հա։ Հետո այդ լեզուն բավականից գրավեց, ես ինքնուս սկսեցի իտալերեն սովորել, հետո մեր կուրսի Լիլիթը ինձ նվիրեց ռազգավորնիկ իտալերենով, եւ ես տենց վարակվեցի իտալերենով եւ ինձ մինչեւ այսօր թվում է, որ ես անցյալ կյանքում իտալացի եմ եղել։ Եվ հոտ թափողները։ Food truck-եր գոյություն ունի, Live Chef-ի,
որ գնում ես ուր ուզում ես, օրինակ մենք գնալու ենք շուտով լորի, այո, կարող ենք ռադիոյով գնալ, ոչինչ մեր հետ չտանենք, բացարձակ ոչինչ, մենակ մեզ ու մեր սիրելիներին։ Կապնվում ենք live շեֆի հետ, նրանք գալիս են իրենց food truck-ով եւ պատրաստում են մեր համար ամեն ինչ։ Truck-ը էդի մեքենայի մասին է խոսքը։ Food truck է կոչվում, որտեղ որ կա ամեն բոլոր սարքավորումները, ինչի՞ եմ ես պատմում, մելիք պատմեք։ Ինչ կա food truck-ում, այո։ Food truck-ը պրոֆեսիոնալ տեխնիկաներով հագեցած խոհանոց ունի եւ մոտենում է պատվիրատուին, սպասարկող անձնակազմով, то есть խոհարարներով, մատուցողներով, բարմեններով, Բարմեններով է։ Խմելու մասին է։ Արդեն դուր ա գալիս։ Որտեղ ուզում եք։ Վայ, Կապ չունի, Սարա, Ձորա։ Մենյուն բա ոնց ենք ճշտում տեղում։ Մենյուն նախապես ճշտել։ Այո, նախապես պատվիրանում ենք։ Բերեն այն Էլի սենց պանասիական եւ ոչ միայն։ Լայն է ընտրությունը։ Ընտրությունը շատ լայն է, այո, պատվիրատուի ցանկությունները հաշվի առնելով մենյուն կազմում ենք։ Էլի application-ով, հա, տենց։ Թրջող ունեն դրոններ, որոնք որ կարող են պատվերները հասցնեն։ Լուրջ։ Այո։ Այո։ Ոչ մի խցանում, ոչ մի անձրև, ոչ մի չգիտեմ ինչ, դրոնով գալիս է։ Հիմա հասկանում եք, այնպես բաներ եք ասում, ոնց որ տպավորություն մենք Հայաստանում չլինենք, Երևանում չենք։ Live chef-ը բերել է այդ մշակույթը Հայաստան։ Ապրեն նրանք։ Այո։ Հեսա կոփիները կգնա մի անգամից, բայց դժվար է, պատկերացնես դժվար է։ Այստեղ շատ կարևոր է առաջինը եւ լավագույնը։ Մի բան անում են ու մի անգամից բացում է։ Դեղատունը ոնց է, այստեղ դեղատուն բացեցիր, մեկ էլ հասկացար, միջև այնտեղ դեղատուն է բացվում։ Դեղատուն։ Բայց ես ուրախ եմ, որ իմ քեզ նկարած ֆոտոն, որ դու տենց ըստ արժանովին եւ ըստ նշանակության օգտագործել։ Ես ուրախացել եմ։ Ես կասեմ ավելին, օրինակ, երբ որ ինձ զանգում են, ասում են ինչ որ տարբեր միջոցառումներ, որտեղ որ իմ պատկերը մարդկանց չգիտես ինչի պետք է գալի, ասում եմ ժողովուրդ ինձանց խնդրում Facebook-ում, Instagram-ում կան նկարներ, մտեք ինքներդ ընտրեք որը որ ուզում եք, իսկ այս անգամ որ ինձ զանգեցին, ես մի անգամ ուղարկեցի այդ ֆոտոն եւ փաստորեն Կալինինգրադ քաղաքում աֆիշներին քո նկարած ֆոտոն դրված է։ Երջանիկ լինելու մենակ ինձ համար եւս մի լավ առիթ։ Արդ տանը բացի քեզանից արդեն եւս երկու դերասան կա։ Սիրելի Գինդ եւ որդիդ էլ է արդեն փաստորեն փորձ ունի։ Ինչպես է 3 դերասան մեկ տանը։ Հեշտ է, դժվար է, չես մտածել դրա մասին։ Ես այդ ժամանակ ինձ դերասան չեմ համարում, որ տենց երրորդը ավելորդ է, էլի սենց դուրս գամ, այդ շղթայից դուրս գամ, հանկարծնես չլինի, հետո փոքրը կգա կլրացնելու երևի, մի արտիստիկ էլ նա է։ Իմիջիալոց տղաս նկարվեց եւ շատ գոհ էին մանավանդ նկարահանող անձնակազմը եւ փառատոնային ֆիլմում է նկարվել, որ արդեն այնքան մրցանակներ ունի այդ ֆիլմը, որ ես, կինս, դու իրար հետ այդքան մրցանակ հանրագումարով ֆիլմում նկարվել չենք ստանում։ Ֆիլմում բացարձակ չունեմ մրցանակ։ Բայց դրա համար իսկ ինք իրեն դուր է գալի ընտրելու այդ ճանապարհը թե դեռ չէ, մենք խոսել ենք եւ նա եկել այն եզրակացության, որ իրեն դուր է գալիս, բայց չի ուզում։ Չի ուզում։ Ինչով է ուզում զբաղվել։ Դեռ པարզ չի։ Հիշելով մեր մանկությունը, դու դեռ այնց երիտասարդ ես, ինձ հիշելով, ես այն ժամանակ շատ դեպքերում ծնողներն էին որոշում եւ համարում եմ, որ դա նորմալ է։ Հիմա ես որ ասում եմ, հիմա այսօրվա երեխաներին հնարավոր չէ այդպես։ Հա, հնարավոր չէ։ Իրանք ծնված օրվանց կարծես թե ունեն իրանց այդ իրավունքների ցուցակը, գիտեն ինչ են ուզում, գիտեն ուր են գնալու եւ հնարավոր չի։ Հիմա ես կամ ասում մենք ենք սխալ երեխաներ, որտեղ մենք չենք ըմբոստանում եւ այլն, կամ սրանք լրիվ ուրիշ են իսկապես։ Հա, ինձ ասեցին դու ընդունվում ես բանասիրական ֆակուլտետ, վերջ ընդունվեցի բանասիրական ֆակուլտետ։ Հա, բայց դու հիմա կարաս քո տղային ասես, վերջ, չես կարա, չէ։ Ասեմ, բայց մեջ լսող։ Ես մեծն Հովանես Թումանյանն է ասողին լսող է պետք։ Եթե լսող չկա, շղթան կտրվում է եւ վերջ։ Մելի քանի տեսակ ձվածեղ կարող եք պատմել։ Չեմ կարող ասել։ Մոտավորապես։ Դրա համար գլխակ չի անկրում, որ ծանքերը շատ են։ Սենց չմտածի չփամ։ 1 տասնյակ, 2 տասնյակ, 100-յակ, 1000-յակ։ Հավանաբար 1 տասնյակ։ 1 տասնյակ։ Մենակ ձվածեղ տկլոր թե ձվածեղի հետ կանաչիով, պոմիդորով։ Դե արդեն օմլետի տեսակներն է, հա։ Այդ էլա մտում դրա մեջ։ Այդտենց որ լինի, տեղու դաթար չի լինի Հա, ուրեմն։ բայց չէ, համով լինի, դու չես կարող ամեն ինչ ձվածեղի մեջ գցես, ասես սա նոր ձվածեղ է։ Օրինակ 1000-ով ձվածեղը ո՞րն է։ Իսկապես ո՞րն է։ Մելիք ո՞րն է գազը։ Չգիտեմ։ Ես մեկը գիտես ինչից եմ ջղայնանում, որ պատրաստում են, օրինակ ասում են, պատրաստում ենք բրաունի, բայց բանով։ Ին կարմիր բանի անունը չէ, որ ես չեմ սիրում։ Սվյոկլա հայերեն ո՞նց է։
բազուկով բրաունի։ Բազուկով բրաունին որն է։ Ասում եմ, շոկոլադը բազուկ են ուտում։ Հա, դե։ Դա ասում են, այ զառամտրիստենի կասեր, դա առողջալա։ Այդ ոչ ալկոհոլային բրաունին է, էլի։ Ոչ ալկոհոլային հողին։ Հա, կամ տես։ Այո, հասկանում ես։ Դες երկու կողմից արդեն տապակվել է խոզուկը։ Մելիք, բայց ամբողջ ընթացքում չփակեցինք, հա, բանը, որ ինչ լինի։ Երբ սոուսները ավելացնենք, փակել ենք, որ ինքը բոլորշի մեջ եփվի։ Հիմա տապակում ենք, տապակելու process-ին չենք փակվում, որ միսը ձգվի։ Նա ինձ Արբին ու Մամուլյանը եւ Մելիքը սորացրել են։ Հիմա, ասենց բարձր աստիճան տակ որ միսը տապակում ես, որ դաղվինքը կորկա ունի։ Փակվում է, այդ խողովակները փակվում են եւ հյութը մնում է ներսում։ Իսկ հետո, երբ որ դու արդեն գոլորշիացնում ես, ինքը նորից բացվում է, քաշում է ներսը սպունգի պես եւ միսը լինում է փափուկ եւ եփված։ Դա է խնդիրը։ Ես նկատեցի, որ այնտեղ կափարիչը չփակվեց։ Մի գաղտնիք երևի տեղ կա։ Ես էլ չփակեմ, կափարիչը, թե փակեմ։ Դժվար հարց է։ Փակել թե չփակել, Շեքսպիրյան հարցեր են։ Եփող թափողները։ Ինչ երազանքներ ունես դու քո բոլոր գործունեության հետ կապված։ Բնականաբար առաջին երազանքը խաղաղությունն է, որ դու խաղաղության մեջ կարողանաս միջև վերջ տրվել այն ինչին որ դոնը, որտեղ թե խաղաղություն չկա, միշտ մի բանը կիսատ։ Եվ ես ուզում եմ, որ ես անընդհատ աճեմ իմ ցանկացած ոլորտում, որտեղ որ կամ։ Երբեք չմնամ նույնը, չլճանամ, չդոփեմ տեղում, այո։ Կան, չգիտեմ, նոր մարդիկ կան, որոնց կարելի է նայել եւ սովորել, նոր արյուն միշտ լինի, այդ արյունը կարողանաս զգալ եւ երբեք չմնաս եւ չասես ես ամեն ինչ գիտեմ։ Ես ամենիկն էլ կհամաձայնի, որ ինքը արդեն 10+ տարի, 15+ տարի խոհարարության մեջ է, բայց ինքը չի կարող ասես ամեն ինչ գիտեմ։ Ես ուզում եմ այդ երազանքը, որ միշտ լինի, որ ես միշտ ձգտեմ առաջ, ես միշտ սովորեմ, միշտ։ Դերասանությունը քո համար այս պահին հոբի է, թե նաեւ կարեւոր է։ Տրավմա է ինձ համար այս բան դերասանությունը, որովհետև կա քո մեջ, բայց չես օգտագործում դա։ Իսկ դու թատրոնի դերասան ես ավելի շատ թե կինոյի։ Ինչպես ես քեզ զգում։ Ես ավելի շատ թատրոնի դերասան եմ, բայց կինոյում էլ ված չեմ դրսևորվում։ Բայց ես ինձ համարում եմ թատրոնի դերասան։ Դες այդ թատրոնը կինոյից օրինակ այս պահին մտքիս եկավ, տարբերվում է երևի թե այնքան, ինչքան որ պլոնկայով ֆոտոն տարբերվում է դիջիտալ ֆոտոից, որովհետև թատրոնում այդ պահն է դու օգտագործեցիր եւ վերջ չունես դուբլ իրավունք։ Իսկ կինոյում կարող ես անվերջ այդ դուբլները, ինչքան որ ռեժիսորը ներվերը հերիք է։ Սա լոլիկի ճիրը համեմված արդեն։ Եվ ով որ Իտալիայից գալիս է, միշտ գիտի որ ես սիրում եմ մի համբերում այդ ճիրը, հետո Մարիամը այսպես պատրաստում է արդեն զեյթունի ճիր, զեյթունի հլը փորձի։ Ընկեր Մամմա միա։ Այն վերջնա։ Զեյթունի ձեթ, հա։ Ու համունքներ։ Ու էսի։ Հռոմի, ուրեմն բոլոր թաղամասներում ուրբաթ-շաբաթ կիրակի գոյություն են փոքրիկ շուկաներ, որտեղ որ գյուղացիները բերում են իրենց ապրանքները վաճառում են։ Դա լինում է միրգ, բանջարեղեն, պաներեղեն, երշիկեղեն, ամեն ինչ։ Ու դու որ գնում ես այնց տատիկա նստած, արչև դրված, մեր մոտ ոնց է գնում ես լոլիկ են վաճառում, մի տեսակի լոլիկա, չէ՞։ Իսկ իրա մոտ 6 տեսակի լոլիկա։ Ու դու որ առնում ես, ինքը քեզ անպայման պետք է հարցնի, ինչի համար է այս լոլիկը։ Ինչ ես պատրաստում։ Պաստայի համար ասում ես սա վերցրու, աղցանի համար սա, ճիրի համար սա։ Ինքը անպայման իր համար էական չի դու, այսինքն լավ է որ դու գաս ամբողջ առնես, բայց ինքը քեզ ասում է դու ինչի համար ես ուզում, պաստա, ուրեմն սա, վերջ։ Քանի հոգի եք ասում է։ 6 հոգի եք, այսքան կիլո, այսքան պետք է ասում, քո գցելու ես, ասում, չի կարելի, ես էս աճացրել եմ, որ դու ուտես վայելես։ Այսինքն այդ տենց է մոտեցումը։ Ինքը չի եկել գումար աշխատելու համար, հասկանում ես, ինքը եկել է իր պատրաստածը, իր աճեցրածը, վաճառի դրանց հաճույք ստանա, շփվի մարդկանց հետ, հետո գնա գյուղ, ասի գիտես, այսօր արդին տեսա, կնոջ հետ եկել էին շուկա, ասեց որ պաստա են պատրաստում, եւ այլ եւ այլ։ Կերակ համով էր։ Մյուս անգամ հարցնելու է։ Դες բոլոր կողմերից պետք է տապակես։ Կախարդական պահնա։ Իրա բղով թող էպի, ասում էր տատս։ Նարինջի հյութ։ Մատես նարինջի հյութը ոնց ջրի պես գալիս է, որովհետև մերսել ենք, այո։ Տակ, սա ինչ է, սա այն կծու բանն է։ Այո։ Չամանն է սա, իտալական չաման, պանասիական չաման։ Լվոտ քաշի։ Հա, նմանն է, բայց չուր։ Թայլանդական խոհանոցից է։ Կծու է շատ, հա։ Այո, շատ։ Չիլի պաստա է։
Իսկ հիմա այս չափը բաժինները ինչպես ենք որոշում, էլի կասես։ Հիմա ես եւ Գորն ենք, այսինքն մարդը մի կտոր միս է հասնում, հաշվարկը տենց են անում, թե մարդը քանի գրամ միս է լինում։ Դե կախված նրանից, թե ինչ եք ուտելու հիմնական ուտեստի հետ։ Եթե ուղղակի մենակ հիմնական ուտեստն է լինելու, 350 գրամ մսի բաժինն է եւ 200-ից ավել, 200-250։ Իսկ նորմալ մարդը 250 գրամ միս ուտի կշտանալու համար։ Հա, 4.5 կիլոգրամի չափ լինելու է հիմնական ուտեստը։ Ահա։ Տես խավարտի միասին։ Ծոված մնալը ամենադժվար բանն է այս կյանքում։ Եվ անիմաստ է թե հնարավորություն կա էլի ուտելու։ Եթե կա, գերեք վայել եք, ինչեք սոված մնում։ Գիտես չէ՞ որ մարդկանց այդ ջղայնությունների կամ ընտանեկան բռնություններ, ես չգիտեմ, իրար վրա զայրանալու այդ 80% եւ ավելին լինում է որ մարդիկ նորմալ չեն սնվում, սոված են։ Ոչ թե սոված են, այլ անիմաստ անկարգ, չգիտեմ, հիմա չեմ ուզում, թե զառեց հետո վախենում խոսան։ Օրինակ, եթե բուսակերներ են, իրանք միշտ ինչ որ խնդիրներ ունեն։ Մանավանդ այն բուսակերը, որ նոր բուսակեր է։ Տեսքը ինչքան գեղեցիկ է, գույները Իսկ թվում է տենց նույն ոնց սիրունա տենց համով լինելու։ Դե դա հաստատ, որտեղ սկզբից աչքերով ես, չէ՞ ուտում։ Այդպես է, հա, մելիք սկզբից պետք է աչքը գրավի, հետո միանշանակ առաջի տպավորությունը արտաքին տեսքն է, հետո բույրը, հետո արդեն համը։ Միսներ ես չէ տենց ընտրում, այս լավ կա, էլի, հա, նայն, խի կողքինը չէ նույնն է, այս մեկը։ Դուք ելեք տենց ընտրում միսը, այս մեկը։ Թե գիտեք, դեպի շեֆը պետք է կարողանա ինչ-որ միս ընտրել, թե ինչ տարիս են պետք է սարքի։ Պետք է կարողանա, բայց սովորաբար աշխատում ենք մատակարարների հետ, որոնք գիտեն մեր պահանջները ու ըստ պահանջների համապատասխան բարձր պահանջներ։ Միանշանակ։ Կախված մսի տեսակից ունեն իրենց պատրաստման տեղողությունը։ Խոզը ինչքան է։ Կոնկրետ այս դեպքում մի 25 րոպե կես ժամ։ Բայց դու ո՞ն, հիմա մենք խոսում ենք, ո՞նց եք հասկանում որ 25 րոպե լրացավ կամ 23 րոպե է ոնց վերջի։ 14 տարվա փորձը արդեն այո։ Ներքին ռիթմիկա կա, ներքին բիո ժամացույցները աշխատում են։ Քանի առիթն է, էլի հարցն է, մելիք միսը։ Ինչ մեկը ասում են։ Մելիք իսկ երբ որ խորոված են անում տղամարդիկ, բայց այն հետաքի պահանա որ վարվի թե չէ, հա։ Համերատեղը հասել եւ անընդհատ ասում է՝ «Մի հատ դանակովարը թող արունը դուրս գա»։ Դա ի՞նչ է, դա տենց պրակտիկա կա, տենց պետք է լինի, թե մարդկանց նախասիրությունից է կախված, ես ինքս չեմ սիրում, երբ որ միսը չորացած է լինում, այդ հյութերը մեջը չի լինում, հա։ Դանակով երբ որ կտրում ենք, մսի հյութերը դուրս է գալիս ու չորանում է։ Մեզ բոլորիս հայտնի թարթարը, որ հումուս է, հա։ Ու շատ համով է թարթարը։ Ամենահամով թարթարը կերել եմ Տես լայվ շեֆում չեմ կերել, բայց կերել եմ Ավստրիայում։ Հիմա իմ մոտ ամենահամով ընդերից է գալի։ Ապաստորեն որ ասում են Ավստրիա, դու թարթար ես պատկերել։ Թարթար, Բելվեդեր։ Ես Ավստրիայում, Բելվեդեր թանգարանում, Կլիմտի համբյուր, ուրեմն նկարի առջև կանգնած եմ, այսպես կատարսիս եմ վերապրում եմ կատարսիս, եւ այդ պահին ինձ ինչ որ մեկը ետևից համբյուրում է։ Ես հասկանում եմ, որ դա իմ կինս չի, որտեվ կնոջս տեսնում եմ, եւ հասկանում եմ, որ դա տղամարդ է, որտեվ թրաշով էր համբյուրողը։ Այ քեզ բա։ Մտքումս ասացի, ահա, գլումով, սա Եվրոպա է, պետք է հանդուրժող լինես։ Ոչ հանդուրժող հայացքով պատտվում եմ, տեսնեմ մեր դասարանի Հովսեփյան լովը, որ ինչ էի տեսեմ մոտավորապես 15 տարի, որը որ աշխատում է ուրեմն մակում, տարբեր տաք թեժ կետերում է աշխատել եւ այդ պահին Բուդապեշտում էր բնակվում։ Իր ծնունդն էր, կնոջ հետ եկել էր մարդը իր նվերաներ կլինի նայելու, այո։ Վիենա եկել էր ինձ տենալու համար, այդ իր նվեր էլի։ Վերջը իրար տեսնում ենք, պարզվում է որ իրանք մի քանի ժամից պետք է արդեն ժամանեն Բուդապեշտ, գնացքը 3-4 ժամից է։ Լավ ասում է, դե քանի որ ինքը տեղացի է, ասում է ես հեսա մի հատ ռեստորան գտնեմ, գնանք այնտեղ նստենք, մի կտոր հաց ուտենք իրար հետ հայավարի։ Վերջը ինտերնետ ա մտնում, ամենամոտիկ ռեստորանը Բելվեդերն է։ Բելվեդերը դա կայսերական իրենց պալատն է։ Հասկանում ես, Բելվեդերից դուրս են գալի, անցնում ենք փողոցը եւ փողոցն ես, չես գնում ուրիշ տեղ, փողոցը անցնում ես ու ռեստորան է, Սյոմայի ռեստորանն է։ Հենց գրած է, Սյոմայի մոտ։ Ու Սյոմայի։ Մտանք թե ռուսախոս ուրեմն օֆիցիանտներ կան, բայց գում են ոչ ռուս չեն, էլ ոչ էլ ուկրաինացի։ Մեկ էլ մի հատ մարդ ցած դուս եկավ, ինձ տեսավ, գրկեց, գլումով ջան, եւ ոբշեմ հայ այդտեղ են։ Վանաձորից ջութակահար, որը որ գնացել է Ավստրիա, ինձ ասում է մի անգամից, էլ ինչի է հյուրանոց վերցրել, հենաստեղ ես ու վերջ ասում եմ, քեզ չենք չէ։ Վերջ այդ մարդը ունի թե հայկական ռեստորան։
ու այդ հայկական ռեստորանում հայկական վրա Կովկասյան խոհանոց։ Մի կոպեկ փող չվերցրեց մեզանից, ինչ ասես խորովածներով, քյաբաբներով, վերջում էլ ասեց այս անպայման պետք է փորձեք։ Բերեց իր ձեռով պատրաստած, ուրեմն խինկալի, որի մեջ կար ինչ որ համեմունքներ, որտեղ որ ես ոչ միտեղ չեմ փորձել։ Ու միջև մա այդ խինկալի համը իմ բերանում։ Ինձ որտեղ որ ասում են ամենահամոն խինկալին որտեղ ասում եմ Սյոմայ խինկալի։ Վիեննայում։ Եթե կլինեք Վիեննայում, Բելվեդերի դեմ դիմաց, փողոց անցնում եք այնտեղ։ Բայց Գլումովի անունը չտակ։ Հա թե չէ ձեզանց եմ փոխել։ Իսկ մելիք խինկալի սարքել գիտեք, սարքում եք, դա ինչ որ հատուկ մասնագիտացում է, հա, տենց։ Դե խոհարանի մասնագիտացումը, ինչ որ ընտրություններ պետք է ունենան, ես ինքս չեմ պատրաստում, չնայած որ կարող եմ։ Իմիջայլոց ես մի կողմով նաև վրացական կապեր ունեմ։ Так։ Ես իմ տատիկին բաբո եմ ասում։ Իհարկե նա Ես վրացական կապեր չունեմ, բայց ես էլ եմ տատիկին բաբո, որտեղ Զանգեզուրից եմ։ Բաբո ջեդու։ Եվ այո, ամենահամեղ խինկալին նա էր պատրաստում, բայց հետաքրքիր է, որ իր եղբայրը, այսինքն իմ մայրիկի քերին եւ իմ քերու քերին, այսպես կա։ Так։ Շշմելու սարքում էր խինկալի։ Շշմելու։ Ձեռը չեմ մարդու։ Հա, այնց կա էլի, որ մարդու մեջ կա այդ սարքելը, կա էլի խինկալի մանավանդ։ Իսկ դες նա ինչ արեց։ Ոտքի վրա կլիմտ էիր ասում, խնդրեմ։ Կլիմտ, սա էլ մեր կլիմտ։ Դες ինչ լավ համբուրվում են իրար տենց վերևից տենց նայ, տենց եկել տենց գույներով խոզուկի մուսիկները։ Եղավ։ Հուսանք։ Եղավ բառի մեջ իմիջիալուց յուղ բառը չկա ընդհանրապես։ Յուղ բառը կա, գիտես որ բառի մեջ, որը բոլորիս հայտնի է, որպես ոչ հայկական բառ։ Որը։ Լասա, մտածիր, խելացի տղա ես։ Յուղ։ Պատկերացրու, որ շտոկ ջեկակ դեսեք, հա, յուղ բառը։ Յուղ բառը։ Ամբողջ աշխարհում հայտնի բառ է։ Հայրից շատ քչերը գիտեն, որ դա հայկական ծագում ունի։ Չեմ կարող ասել։ Յոգուրտ։ Բայց մածունը չէ յոգուրտը։ Բա յոգուրտը ի՞նչն է։ Մածունը ի՞նչ է վաղ։ Ի սկզբանե Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարդիկ, որոնք որ փրկվել են ցեղասպանությունից, որոշել են գումար աշխատել եւ պատրաստել մածուն։ Մերել են մածուն։ Մածուն են մերել, սկսել են վաճառել եւ այդ մածունը գնել են ով։ Գտնել են միայն հայերը, որ ճանաչում են դա ինչա, արաբները, որոնք որ եկել էին այդ համարյանում երկրներից եւ բնակիչ թուրքերը։ Որպեսզի կարողանան մարքեթինգը իրեն շատացնեն, մածուն բառը փոխարինեն յոգուրտ բառ, յոգուրտ։ Ախ, յուղը տեղ, յոգուրտ, հա։ Յոգուրտը դարձել է յոգուրտ։ Եվ այդ յոգուրտ բառը ամբողջ աշխարհի հիմա գիտի, իսկ դա դուս եկե այդ մի եւ իմիջալուց այդ բանկաները կան 1890 որ դրանք գամիդյան ջարդերից են դեռ փախե։ Հետո 20-րդ դարի սկզբում արդեն այդ նույն մածուն էր, սկզբից մածուն էր գրված, էլի անգլերեն լատինատար մածուն այդպես էր գրված։ Վրացիները մածունի են ասում արդեն։ Հետո դարձել է յոգուրտ։ Ասում ես, ես նույն պատմությունը պատմում եմ առավոտը շանթում եմ գոր։ Բառը ոնց դու հիմա ինձ պատմում ես, նույնը պատմում եմ այնտեղ, բայց չէի մտածել, որ յոգուրտը յոգուրտ էր Երևանում։ Այ որ յոգուրտ ասեր, մի անգամից կասեի, դասրոչնի ответը կասեի, господин յոգուրտ բառի մեջ կա այդ յուղ բառը։ Նկատեցիք, մի քիչ կարակ ավելացրեցին, մեր սիրելի կարակից ավելացրեցին, որ լսի, փապկացնում է որտեվ կարակը միսը, անգամ վերջում եթե միսը մի քիչ էլ ձիգ լինում, մեկը փապկացնում է։ Իսկ դու սիրում ես ձիգ միս ուտել, թե։ Լսի, ես սիրում եմ այս պարագայում փափուկ։ Խոզի փափուկը։ Խոզի եւ կնոջ փափուկը սիրում եմ։ Իսկ մատը թե ոչ կնոջ մասին։ Մատը չմոռանանք որ կինն է մատից պատրաստված, չէ՞։ Դե մարդու կողից։ Լսի, խոզի կարծես թե բոլոր մասերը սիրում եմ, թե լավ պատրաստած են։ Իսկ տավար թե խոզ։ Եթե հիմա տես տրենդներ կան, չէ՞։ Խոզ թե տավար։ Համ խոզ, համ տավար։ Դե չէ պետք է մեկ ընտրես, որ նկարը հանեն, հետո ուրիշ բան կա, խոզ թե տավար։ Երկուսը չես կարող ընտրել։ Չես կարող։ Դե մեկը ասես, որ հաջորդ տարբերությունը կա, հետո ինչ պետք է լինի։ Դե հետո պետք է ասես, որ էսօր։ Դժվար է։ Խոզ տավար։ Okay, խոզ տավար։ Խոզ տավար։ Խոզ տավար։ Օ, մենք հյուրեր ունենք։ Մենք երեքս ենք, այո։ Պետք է երկս փորձենք, դուք տաս քո գնահատականը։ Իմ գնահատականը արդեն գերազանց է։ Ուտելուց հետո, գինով, գինի, ֆրունզի գինի պետք է խմպես։ Ինչ գույնի գինի ենք խմելու այսօր, շեֆ։ Կարմիր չոր գինի։ Կարմիր չոր գինի։ Որովհետև խոզի հետ տենց է, թե կա տենց կոմբոներ միշտ լինում են իրար հետ։ Լսի, ուրեմն ես սովորել եմ ուրիշ շեֆ խոհարարներից, պարոն Մամուլյանն էլ է այդպես ասում, որ շատ կարևոր է ոչ թե
Մսի տեսակը, այլ սոուսի տեսակը։ Սոուսի տեսակից ելնելով պետք է ընտրես հեղուկը, այսինքն գինին, որովհետև կարող է տավարի միսը պատրաստեն սպիտակ գինով եւ պետք չի սպիտակ գինով պատրաստված տավարի միսը էլի սպիտակ գինով, էլի կարմիր գինով, պետք է շարունակես սպիտակով։ Հասկացա՞ր։ Տրամաբանություն կա։ Ստելը մուկ է, տես, սոուսը մուկ է, ինքը իրանով մուկ է, որ պետք է մուկ գինով պես։ Լավ, հասկացանք։ Դրամատուրգիան պիտի շարունակեր, սցենարական մտածողություն կա, էլի սա ամենը։ Լավ է։ Խնդրեմ հավարտը լցնեք։ Ոնց եմ լցնում, ասած մի քիչ սենց, մի քիչ կողքով։ Ոնց տատիներ են ժամանակ հələ բեր բալես։ Տատիները նենց են լցնում, որ բալիկը չեն կարող սեղանից վեր կանային։ Ափսեի 30%-ը պետք է զբաղված լինի, ասում են։ Մոտապես 2-3 գթալ էլի, չէ։ Այո, մոտավորապես։ Բախավարտի բուրմունք, այ մարդի։ Տեսնես, այտենց ժամանակաշրջան կա, որ հերոստատեսությունը հոտ կարա փոխանցի, որտեվ այնց հոտ է հիմա գալի, որ ոնց բացատրես։ Արդեն դրա մասին խոսվել է շատ, եւ արդեն ասում են, որ Ճապոնիայում կա այդպիսի, ուրեմն ինչ է հոտը իրականում։ Ինչ է հոտը։ Նույն խնդիրը ինչ որ գույները կան, մի քանի գույներ ամենակարևոր, որից որ բաղկացած է մնացած բոլոր գույները։ Նույնը իրականում, երբ որ շատ ես խորանում, բուրմունքի հետ է։ Կամ 1-2 բույր, որից 1-2 չէ, 6-ից 8 բուրմունք, որոնք որ իրար հետ խառնելով կարող ես ստանալ տարբեր բուրմունքներ եւ ասոցիացիաներ, որտեվ շատ դեպքերում, դու գիտես որ օրինակ Ճապոնիայում, Չինաստանում մարդիկ քննություններ պարապելուց կարդում են տոմսը, հարցը, ճիշտ պատասխանը հոտ են քաշում։ Սուրճի հոտ են քաշում։ Եվ հետո սուրճ խմելուց այդ հարցի պատասխանը ինքը հիշում է միանգամից։ Տենց ընտրում ես օրինակ 15 հատ ինչ որ բան։ 15 հատ բան է ստանում գրպաններդ հետդ։ Սուրճ, շոկոլադ, դաղց, ուրց, ինչից որ հոտ է գալիս, հասկացար։ Հանում ես, կարդում ես տոմսդ, հանում ես գրպանիցդ սուրճը, հոտ ես քաշում եւ հիշում ես պատասխանը։ Փորձիր տանը։ Երեխաները որտեղ Չինաստանում, Չինաստանում եւ Ճապոնիայում։ Այո։ Հոտով շպարգալկաները։ Հոտով շպարգալկաները։ Հիմա ասածս ինչ է, որ ուրեմն հերոստատեսության, այսինքն հերոստացույցի կողքից կան ցենց բաներ, որտեղ որ պուլվերիզատորի նման բաներ է դրված, որտեղ որ այդ հոտերն են։ Եվ ինքը անալիզ է անում, ինչ որ տեսնում է, AI-ը, ինչ որ տեսնում է էկրանին, դա կազմում է դրանց բուրմունքներ եւ տալիս է քեզ այդ հոտը։ Ու մտնում է տուն արդեն, չէ՞, տանտղամարտը։ Մի հատ այդ տելևիզորը անջատեք, ես ինչ հոտ է անգել։ Ես ինչ հոտ է անգի կամ ես ինչ սոված տղամարդու հոտ է գալ, ով է այստեղ, բաց ինձանից։ Так, տես, հիմա միսիկը գույնը նայի։ Իդեալական։ Ներսի գույնը։ Շատ լավ։ Պիտի սպիտակ լինի միշտ։ Ներսը։ Ուրեմն թարմ լավ միս է։ Եվ ճիշտ պատրաստված։ Ճիշտ պատրաստված։ Սա եւ գեղեցկության համար եւ համի համար։ Ախ, հələ վերջին շտրիխներն են անում։ Դեռ չենք փորձելու, որտեվ Mr. Gin-ին պետք է կանչեմ այդտեղ սաղ մաքրի մի հատ շատ արագ։ Հետո նոր փորձենք։ Մի բանը երբ պատրաստում ես, մի այլ բան երբ ամենը պիտի մաքրվի։ Դրա համար խոհանոց չեն թողնում։ Ես որ պատրաստում եմ, Mr. Gin չկա մեր տունը։ Ինքնս էլ ասում որ քեզանց հետո խոհանոցում պետք է անենք բան։ Կապիտալ։ Գեներալն ու բորկը հայերեն ոնց են ասում։ Կապիտալ մաքրում։ Գեներալային մաքրում։ Գեներալային բոլորովին մաքրում։ Կապիտալը, կապիտալ մաքրում, լավ, կամ ռեմոնտ։ Հայերենով։ Դա համար ես էլ ասում դե դուք ինչ ուզում եք գնացեք պատրաստեք։ Так, ահա, տեղադրված է ամեն ինչ, ուրեմն սպասում ենք Mr. Gin-ին իր օգնականների հետ ամեն ինչ դες շատ արագ մաքրում են եւ մենք անցնում ենք համտեսման հաճելի process-ին։ Եփող թափողները։ Так, դե ինչ, Mr. Gin-ը եւ իր օգնականները ստեղ ամեն ինչ մաքրեցին, հիմա արդեն կարող եք սիրներս վերցնել ձեր ափսեները։ Գինին բացենք։ Կարմիր արենի տեսակի պատրաստված ֆրունզիկ։ Հələ գույնը նայեք գինու խնդրում եմ։
Մեր գործընկերն է Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը իր լեգենդար ֆրունզիկ կարմիր եւ սպիտակ գինիներով։ Կարմիրը պատրաստված է արենի խաղողի տեսակից, իսկ սպիտակը Վայոց ձորի ոսկեհատ խաղողի տեսակից։ Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը միշտ կիրառում է իր նորարարական մտքերը, հիմնվելով դարավոր գինեգործության ավանդույթների վրա։ Կարմիր արենի խաղողի տեսակից պատրաստված ֆրունզիկ գինի։ Տակ, ինչ կասես ու տեսնի մասին։ Սա լռելու մասին ու տեստեմ։ Լռելու մասին է տեսնում։ Շատ համեղ էր, ախր ոնց բացատրեմ, ոնց ձեզ ուղարկեմ այդ բառերի էմոցիան, որ դուք իմանաք ինչ համեղ էր։ Լավ կլինի այս հաղորդման ամենասկիզբը տնեք, հերթով պատրաստելով գնաք ու ինքներդ էլ կհասնեք, թե ինչ միս էր։ Եթե լայվ շեֆը ձեզ այդ միսն է խորհուրդ տվել։ Միս ինտրոդուկցիոնն է կարևոր։ Շեֆին, լռես եւ վայելես։ Արտին, ինձ Так, դե մի բան ասա, սեղանապետ։ Բարով տեսանք, մի կողմից, Մելիք, շնորհակալություն, Գորջան, իտալյաները մեզանից անպակաս, արվեստը նույնպես, եւ լավ ուտեստները թող միշտ պտտվեն լայվ շեֆում, եւ դուք էլ չմոռանաք դրանք բռնել application-ի միջոցով։ Так։ Մերկը սխալ է, երբ հեռուստատեսությամբ նայում ես եւ ոչինչ չեն խոսում։ Բայց սա հենց այդ դեպքն է, որ պետք է լռես։ Կամ մաքսիմում ասես Խավարտը։ Ես հենց խավարտն չեմ ասել։ Հələ մի հատ դու խավարտը փորձի, ինչ հաճելի կծություն կա մեջը, պիկանտ։ Ես խնդրում եմ կամերաները անջատենք, մենք հանգիստ չփչփացնենք։ Հա, բայց այս ամբողջ Ասիան եկավ աշխից առաջ էս խաղարկից։ Պանասյան։ Ճապոնիայի խաղը տենց իշեք ես։ Հա, շատ հավեղ է։ Մենակ շնորհակալություն։ Արտին դեռ նվերներ պիտի հանձնենք։ Վայ, այսքանից հետո նվերը պիտի։ Այս ամենալավ նվերն էր այսօր։ Մինչև առավոտից հաշ չէի կերել։ Դեկեր, կեր։ Կամերան անջատում ենք, վայելում ենք, նվերներ հանձնենք։ Եփոք թափողները։ Մենք ամեն ինչ կերանք, շատ համեղ է, շնորհակալություն։ Շնորհակալություն Live Chef-ին, իհարկե այս եւ հարյուրավոր այլ համեղ ուտեստներ կարող եք պատվիրել ներբեռնելով Live Chef հավելվածը։ Շնորհակալություն Արտին։ Սա քո նվերներն են, ուրեմն Մարանեկի կողմից, Mr. G-ի կողմից եւ Լուրպակի կողմից։ Այսօր այսքանը կհանդիպենք եւ ինչպես ասաց Արտը, թող խաղաղություն լինի։ Մնացած բոլոր բաները կգա եւ կգա ու կընկնի իր տեղը, չէ՞։ Այո։ Այսօր այսքանը կհանդիպենք Շանթի եթերում։ Ցե։ Եփոք թափողները։